Ողջույններ, հայրենակիցներ հարգելի, չեմ սպասի, որ շատ ունկնդիրներ հավաքվեն, քանի որ հիմնական նպատակը այս վիդեո անել ու պահելն է։ Արդեն քանի որ լավ չեմ տիրապետում TikTok-ում վիդեո ու լայվ անելուն, արդեն երկրորդ անգամն է նախորդ վիդեոներում ու լայվերում հեռախոսի էներգիան չհերիքեց, անջատվեց, պարզվում է, որ շատ շուտ է, շատ էներգիա է վերցնում TikTok-ը, դրա համար նախորդ ներողություն եմ խնդրում եւ նախորդ այդպիսի լայվերի համար, որ ընթացքում թեման չավարտված կտրվեց, բայց դե այն թեման, որտեղ որ կիսատ մնաց, դա առանձին թեմա է, դե դեպքում տեղից սկսեմ, որպեսզի հետաքրքրողները չշփոթվեն, ասեմ, որտեղ է եղել թեման Հիսուսի այն խոսքերի մասին էր ու կարևոր հայտնության մասին։ Նորից ու նորից ողջույններ ձեզ հայրենակիցներ հարգելի, եթե այս վիդեոներով ես օգտակար եմ լինում, շատ ուրախ եմ։ Ամեն դեպքում ես համարում եմ Աստծո խոսքը մեկնաբանելը շատ կարևոր, նամանավանդ այս օրերին գործ է։ Խոսքը վերաբերվում էր Հիսուսի այն հայտնությանը, երբ որ աշակերտները բացի նրանից, որ երկար ժամանակ է հետևորդ էին Հիսուսին, ու մի անգամ պատահելա, որ աշակերտները հարցրել են աշխարհի վերջի մասին, ո՞նց է լինելու, ինչ է լինելու, Հիսուսը շատ ուշադրություն դարձրեք, տեսեք առաջի ֆոկուսը ինչի վրա է տալիս Հիսուսը, որ զգուշ կացեք, նախ զգուշ կացեք, իմանալով շատերը կգան, ասեն ես եմ, ահա այստեղ է, ահա այնտեղ է, եւ ասում չհավատակ, մի հավատացեք, մի գնացեք, եւ դրանից հետո շարունակում է, որ նախ սկսում է խոսքը նրանից, որ այդ Ղուկասի 17-րդ գլխում է խոսքը սկսում է նրանից, որ փարիսեցիները նրան հարցնում են, թե աշխարհի վերջը ինչպես է լինելու, երբ է լինելու, տեսեք Հիսուսը ինչ է պատասխանում, աշխարհի վերջը դրսի նշանով չի լինի, տեսեք, պարզ պատասխան է, այսինքն նյութական, ֆիզիկի երևույթով չի լինի, որ ֆիզիկական աչքերով տեսնելով չի դա կարելի հասկացած, ու կոնկրետ պատասխանում է աշխարհի վերջը նկարագիր է, որ հասկացող մարդի համար բավական է այսքանը, անշուշտ, որ ինչպես եղավ Նոյի օրերումը, այնպես էլ կլինի աշխարհի վերջը, ճիշտ նույնպես, եւ դա ոչ միայն այդքանը, հաջորդը շարունակում է, որ նաեւ ինչպես եղավ Ղովտի ժամանակ Սոդոմ ու Գոմորի պատմությունում, երկուսն էլ նույն օրինակն է, նույն բանի վրա է Հիսուսը շեշտը դնում ու հայրենակիցներ շատերը չեն հասկանում այս կարևորությունը, որ ինչ է ասել Հիսուսը, ուղղակի Նոյի օրերում, բայց գիտեք Նոյի օրերում
Երբ որ արդեն եւ նորից ասում եմ նախորդ վիդեոն, որը ընդհատվեց երեք որ արեցի, այդ թեմայի վրա է նոյի վերաբերյալ։ Հիմա շարունակենք։ Նոյը, երբ որ նոյը հայտնություն ստացավ Աստծուց, որ արդեն աշխարհը կործանում եմ, նոյան տապան ստեղծիր։ Արդեն Աստված որոշել էր, որ պիտի բնաջնջեր այդ մարդկությունը։ Գիտեք, ստեղ իմաստը ու հայտնությունը նա է, որ ստեղ արդեն հարցը ու ժամանակը մնում է նոյը այդ տապանը սարքի ու մտնի մեջը։ Նույնպես էլ ասում է Հիսուսը աշխարհի վերջում նույնպես այդպես է լինելու։ Այսինքն արդեն հարցը նա չի, որ աշխարհի վերջի ժամանակն է, թե ժամանակը չի, հարցը այն չի, որ արդեն Աստծո համար ժամանակը եկել է, բա եթե եկել է, երբ է լինելու։ Հարցը նա է, որ սա արդեն մի այլ հայտնություն է, սա արդեն այդ հայտնությունը վերաբերվում է Աստծո զավակներին, եկեղեցու անդամներին, այսինքն Աստծո Հիսուսի մարմին կազմողներին։ Սա արդեն հայտնությունը Աստծո զավակներին, որ մնում է դու մտնես տապանը։ Այսինքն ժամանակ կա, որ զուտ այդ ժամանակը պահանջվում է նրա համար, որ տապանը սարքվի ու մտնի մեջը, մարդը մտնի մեջը։ Հիմա եթե տեղյակ չեք, տապանը դա եկեղեցու խորհրդանիշն է, հայրենակիցներ։ Հենց Հիսուսի եկեղեցին է տապանը ու հենց քրիստոնեության քարոզը էդ է, որ ինքը իր հայտնությունով իր երկրորդ ուխտովը, նոր ուխտովը ինքը ստեղծեց եկեղեցի ու իր սախ գործերը եկեղեցու միջոցով է։ Նորից եմ ուզում կրկնեմ, հարցը այն է, որ հիմա հարցը նա չի, որ ժամանակը եկել է դատաստանի։ Հարցը այն է, որ ժամանակը, որ մնում է նոյը մտնի իր ընտանիքով տապանը, եկեղեցին։ Տեսեք, պատկերացրեք այդ օրերը, մինչև վերջի, եթե չեմ սխալում 100 տարի տևեց նոյան տապանի սարքումը, կառուցումը, ու տեսեք 100 տարի նոյին ծաղրել են։ Եվ մինչև վերջի մեղնել, որ խփեց ու մտավ դուռը փակեց, այդ վաղտը սկսվեց ջրեղը։ Այսինքն Աստված պահ կա, որ սպասում է, որ իր զավակը մտնի այդ այն ինչ որ պիտի անի, դա անի ու մտնի տապանը։ Հիսուս ասում է, այդպես է լինելու է դատաստանի օրը, վերջին օրերում։ Այդպես է շեշտը դրած է, որ ջրհեղեղ չեղավ, մինչև որ նոյը մտավ տապանը ու այդ վաղտը եղավ ջրհեղեղ ու ամեն ինչ կործանվեց։ Նորից շարունակում է։ Ինչպես որ եղավ Ղովտի օրերումը, ոչ մի բան Աստված չարեց։ Հիմա ես չեմ կարող ստե տեքստը տպեմ, որ տպեմ դուք էլ տեսնեք։ Նոր փորձեցի, ես ուզեցել եմ, որ ստացվի տպել, բայց չի ստացվում։ Շատ տեքստը շատ է, պարունակությունը տառերի, դրա համար էլ չեմ կարող տպեմ։ Ինչ որ է, սենց բանավոր ասեմ, ամեն դեպքում այս վիդեոն որ տեղադրեմ, ես այդ սաղ տեքստը կտեղադրեմ այդ վիդեոյի տակ, դա Ղուկասի 17-րդ խոսքումն է։ Հետո ասում է, ինչպես որ եղավ Ղովտի օրերումը, մինչև որ Ղովտը Սոդոմից ու Գոմորից դուրս գալը, Աստված ոչինչ չարեց, հենց որ դուրս եկավ։ Այսինքն ստեղ իմաստը նա է, որ հարցը նա է, որ Աստծո զավակը, Աստծո ծառան իր գործը անի, իրան ինչ որ հանձնարարված է, ինչ
ինչ որ պարտականություն լինի, տեսիլք լինի, թե ընտրություն լինի, ապաշխարություն լինի, այդ ամենը անի ու դուրս գա այդ քաղաքիցը։ Կարող եք վստահ լինել, հիմա մենք այն ժամանակում ենք ապրում, որ ամեն մարդ պիտի իր ընտրությունը կկատարի ու իր ծանոթներին, իր հարազատներին հրավիրի խորհրդով այդ տապանը, ինչպես նաև դուրս գալ Սոդոմ Գոմորից, որովհետև այդպես է, Աստված ոչնչացնելու է այն բոլոր պղծությունները, որը աշխարհում տեղի է ունենում։ Ինչ եղավ, տեսեք, Ղովտի պատմությունում Աբրահամը ասեց, հրեշտակը Աբրահամին ասեց, ես չեմ կարող Սոդոմ Գոմորին ոչ մի բան անել, մինչև որ Ղովտը դուրս չգա այդտեղից։ Եվ տեսեք, որ նույնիսկ 10 արդարի համար պատրաստ էր Աստված այդ քաղաքը ողորմել։ Հիմա գնաց, ինչ ասես Ղովտին, գնա բոլոր հարազատներիդ, բարեկամներիդ, ինչ որ ունես այս քաղաքում, ասի, որ Աստված պիտի կործանի այս քաղաքը, պետքա դուրս եկած։ Ինչ եղավ, նրան էլ ծաղրեցին, գնաց ու այդ փեսանները, այդ բարեկամները ծաղրեցին։ Նույն իրավիճակն է, պետքա ասվի, ինչ էր ուզում, ինչ եղավ, եւ ինչ պիտի անի դրա համար, պետքա ասած, մարդը կամ կընտրի կամ չի ընտրի, դա իր գործն է։ Բայց ինչ մնում է, որ պետքա փոխանցած այդ հայտնությունը, դա պարտադիր պետքա փոխանցած, դրա համար ինչպես Հիսուսի ժամանակից մինչև հիմա, այնպես էլ հիմա քարոզվում է Աստծո խոսքը։ Քարոզվում է Աստծո խոսքը, որ մարդիկ ապաշխարվեն։ Հիմա Էսա կգամ նաև այդ իրականությունը, այդ փաստը, այդ խոսքը շոշափելի կերպով կշոշափենք այսօրվա իրավիճակում, որ ապրում ենք, նամանավանդ Հայաստանում ինչ որ տեղի անում, այդ համեմատությունը կանենք ըստ Աստծո խոսքի, այս խոսքի հիման վրա ու կփորձենք հասկանալ։ Էդ է Հիսուսի այդ հայտնությունը, որ բոլոր պղծությունները պատժվելու են երկրում եւ իրան ասեցին որտեղ, ասեց որտեղ որ մարմինն է, այնտեղ արծիվները կհավաքվեն, այսինքն փչացնելու է բոլոր անհավատարիմ անօրիններին, դատաստան լինելու, որը երբեք չի եղել։ Դա ինչ է նշանակում, դա ամբողջ երկրագնդի աշխարհի վերաբերյալ է խոսքը, դա նշանակում է, որ մինչև ոչ մեկը չի կարող փրկվել, եթե չլինի Աստծո մաս, Աստծո եկեղեցու մաս, եթե չմտնի տապանը, սիրելիներ, էս է իրականությունը, եթե դու հավատում ես Աստծո խոսքին, Աստծուն, Ռոմի սա է իրականությունը, ձեր քա տալիս, ձեր չտալիս էս է, ու ինչպես որ ինձ Աստծո խոսքը փոխանցվել, դա գրված է ավետարանում, դա ոչ մեկը չի կարող ոչ ջնջել, ոչ հերքել, դա է ճշմարտությունը, դու ինչքանով կապվում ես ճշմարտությանը, այնքան քո հիմքդ ավելի ուժեղ է, քո դիրքը ավելի ուժեղ է, այդ է փրկությունը, Աստծո խոսքն է փրկությունը։ Հիմա նաև ինչ է ասում, շատ մի ուշագրավ իրականություն կա, որի մասին եւս Հիսուսը կողքով չանցավ, ասեց ինչպես է եղել Նոյի օրերը, մարդիկ ուտում էին, խմում էին, քեֆ էին անում, ամուսնանում էին, հարստությունով էին զբաղված, այս են
կոնկրետ այն վիճակն է, ինչ վիճակ հիմա է տիրում աշխարհում, նամանավանդ Հայաստանում։ Գոնե մենք Հայաստանի վկայությունով ենք խոսում, որ մեր աչքի առաջ, որտեղ որ ապրում ենք, այդ ենք, դրանից ենք խոսում։ Այսինքն մարդիկ ընդհանուր մեծ հաշվով տարված են աշխարհիկ կյանքով, աշխարհիկ մեղքի կյանքով։ Ընդհանրապես մարդկանց հետաքրքիր չի Աստծո խոսքը, Աստծո կամքը, Աստծո ծրագիրը, ապաշխարությունը, Աստծո գոյությունը, սա անաստված ու Աստծուց չվախելու վիճակ է։ Եվ դրա համար էլ ամբողջությամբ արդարացի է Աստծո դատաստանը աշխարհի վրա։ Նորից եմ կրկնում, միակ փրկությունը Աստծո եկեղեցին է, Աստծո եկեղեցում մաս կազմելն է։ Ովքեր են Աստծո եկեղեցիները։ Հիմա ցավոք հիմնականը Աստծո ուսմունքից տեղյակ չեն, տգետ են։ Երբ որ Ղազարոսի առակի պատմությունը, որ հարուստն ու Ղազարոսը դժոխքում եւ դրախտում էին, Ղազարոսը դրախտում, այդ հարուստը ինչ ասեց, ասեց ինձ ունեմ նույնիսկ դժոխքում ապրողը երազում է, որպեսզի հասկանում եք, մենք բոլորս էլ հարազատներ ունենք, որ հիմա չկան, ֆիզիկապես մեզ հետ չեն, նույնիսկ դժոխքում, այսինքն անկախ նրանից, այսինքն մեռած մարդը, թե մենք որտեղ է հիմա գտնվում, թե դրախտում, թե դժոխքում, մենք չգիտենք, բայց դժոխքում գտնվողը ինչքան է երազում, որ աշխարհի մարդիկ, աշխարհում ապրող մարդիկ ապաշխարվեն ու դարձի գան ու չհայտնվեն դժոխքում։ Ու պատահական չի, որ Հիսուսը այս առակը պատմեց, որը հիմնված է իրական փաստի վրա, այսինքն Ղազարոսի ու աղքատ Ղազարոսի ու հարուստի առակը դա ուղղակի պատահական առակ չի, դա իրական եղած փաստ է, պատմություն է, որը այդպիսի բան եղել է։ Ու դրա մասին մենակ պաստորեն բնականաբար հնարավոր չի տեղյակ չլինի Աստծո որդին։ Հիմա նույնիսկ դժոխքում ապրողը Աբրահամին աղերսում է, որպեսզի Ղազարոսին ուղարկի ու հայտնի, որ ով որ առանց Աստծո կյանք ապրում, նա կհայտնվի դժոխքում։ Ոստեղ որ ինչքան է դժոխքում տանջալի։ Ինչ է ասում Աբրահամը, տեսեք, սրանով կոնկրետ պատասխան է բազմաթիվ հարցերին, թե ով է եկեղեցին, ովքեր են Աստծո ժողովուրդը, ովքեր են Աստծո որդիները, ովքեր են Աստծո պատգամավորները։ Աբրահամը կոնկրետ այդ հարուստին պատասխանում է։ Նրանք ունեն Մովսես եւ մարգարեներ, թող նրանց լսեն։ Այսինքն Աստծո բոլոր Աստվածաշունչը, որը գրել են մարգարեները, այդ է մեր փրկությունը։ Եվ միակ Աստծո ժողովուրդն են, որ այդ գրքի մասին քարոզում են, հայտարարում են, պատմում են, ներկայացնում են աշխարհին։ Այդ դրանք էլ եկեղեցին են։ Գումարած նրան, որ ամեն մարդ իր գործերի համար պիտի դատվի ու պատասխան տա եւ բնականաբար մաքուր կյանք ապրելը պարտադիր է դժոխք չընկնելու ու դրախտում լինելու համար։ Այսպես հայրենակիցներ, հիմա էս է իրականությունը։ Մենք տեսնում ենք, որ մարդկությունը ամբողջությամբ տարված է նյութական կյանքով, կուտակելով, հարստություն կուտակելով, որը որ մեղք է, որը որ զզվելի է Աստծո առաջ, որովհետև Աստված իր բոլոր ուսուցումներում, Քրիստոսը իր բոլոր ուսմունքներով բացատրեց, որ այդքանը կորչելու է։ Այն հարուստի առակի, ըստ հարուստի առակի
որ ասես մի մարդ արդ ցանեց եւ իր պտուղը շատ տվավ, որոշեց որ իր ամբարը քանդի ու ավելի մեծացնի, որպեսզի ամբարը տեղավորի իր ունեցվածքը այդ ամբարում։ Ինչ ասեց Հիսուսը։ Ասում է Աստված այդ գիշերը ասեց անմիտ մարդ, այդ գիշերը որ ես քո հոգին վերցնեմ, ում պիտի մնա այդ ամենը։ Այսքանը որ սա է իր տեղի ունենում մեր աչքերի շուրջ։ Եվ եթե մենք հասկանում ենք, Աստծո ձայնը լսում ենք, բնականաբար այս վտանգից ամեն ինչ պետք է անել, որ այս վտանգից խուսափել։ Եվ սա համեմատ ենք այս իրողությունը այսօրվա մեր աչքի առաջ եղող իրադարձություններին, որը տեղի է ունենում Հայաստանում։ Տեսեք, պատահական չի, որ եկեղեցու առաքելական եկեղեցու նկատմամբ այսքան բաները տեղի է ունենում։ Եվ չգիտեմ ոնց ասեմ, կարելի է ամբողջ անկասկած արձանագրած, որ հիմա մեր երկրում Հայաստանում քարոզվում է մուսուլմանություն։ Դա մենակ հիմար մարդը չի հասկանա այդքանը։ Դա ես կարամ ցանկացած ձևով եղանակով օրինակներով ապացուցեմ, որ հիմա Հայաստանում առանց այն էլ ոչ քրիստոնեական մթնոլորտում թշնամին առիթից օգտված հիմա քարոզում է մուսուլմանություն։ Շատերը հասկանում են, շատերը չեն հասկանում, շատերը հասկանում են իրանց մտածածով մի բան են ուզում ձեռնարկեն։ Ուզում եմ հայտնել իմ համոզմունքը, որ ամենը իզուր բան է, ամեն փորձը բացի մի բանից, միակը, որ պետք է արած, անկախ նրանից դա կանվի, չի անվի, ես հաստատ անկասկած վստահ եմ այդ է, եթե փաստորեն թաքուն, խորամանկ ձևերով քարոզվում է, այսինքն սա լուր քարոզություն է մուսուլմանություն մեր աչքի դեմ Հայաստանում։ Եթե այդպես է, ուրեմն սրա միակ լուծումը այն է, որ հակակշիռ դրան քարոզի քրիստոնեություն։ Ես ոչ թե միայն հակակշիռ այդ բառը ուղղակի սենց ստիպված ասեցի, հակակշիռ նաև բոլոր հարցերի լուծման համար, որովհետև միշտ էլ փրկությունը դա է եղել, քրիստոնեությունը, քրիստոնեության քարոզությունը։ Քանի որ քարոզվում է մուսուլմանություն, պետք է հակակշիռ քարոզել ու ավելի շատ քրիստոնեություն։ Եվ պատահական չի, որ վերջերքս ես ինչ-որ չափով ակտիվ վիդեոներ եմ անում, այ հիմա TikTok-ում եմ փորձում այդ ամենը անել, համարելով, որ փրկությունը դա է, որովհետև սատանին միանշանակ կհաջողվի անել այն ցանկացած տեղ, որտեղ չկա Քրիստոսի հոգին, որտեղ չկա Քրիստոսի ուսմունքը։ Ես կներեք, սենց այն անգամ ես կոմենտարները անջատել եմ, որպեսզի սենց ուշադրությունս չշեղվի, որպեսզի ես շուտ վերջացնեմ իմ ասելիքը, ես ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող պատասխանեմ, իսկ ով որ էլ անպարկեշտ որպես տոր արարածներ եւ ինչ որ բաներ են գրում, առաջինը իրանց կերպարն են ցույց տալիս, երկրորդն էլ դրանք հիմնականում ֆեյքեր են, որը չես էլ կարող իրանց բան գրես,
որովհետև անջատում են։ Արդեն թույլ տվեք նաև սրա մասին խոսեմ, արդեն որ երրորդ անգամն է, նախորդ անգամ հենց որ ես խոսում եմ, սկսեցին վիրավորական խոսքերով դիմել, եւ ինչ որտեղ ես շեղվեցի, եւ ինչքան որ ես նրան պրոֆիլը ես փորձեցի գտնել ու բան գրել իմ ասելիքս որպես պատասխան, չճարեցի, պարզվում է հետո այդ պրոֆիլը էլ արդեն չկար, դե как раз դա առիթ է, որ ես հիմա դրա մասին խոսեմ, շատ կարևոր բան ունեմ ասելու, այնպես որ իմաստ չկա, որ իմ ելույթը սենց իմ օղերձը խանգարվի ու խոչընդոտվի կամ տապալվի, դրա համար է ներողություն եմ խնդրում, եթե ինձ բան կա ասելու, կարող եք ինձ անձնական գրել, ես սիրով կպատասխանեմ, հիմա ինչ եմ, երբ որ ես վերջեք սկսեցի սենց քրիստոնեական ուղերձներս ակտիվացնել եւ իմ մտահոգությունները հայտնել մեր հայ ազգի, մեր ժողովրդի հետ կապված, ես նկատեցի, որ ինչ որ թե անհայտ ասեմ, թե ոնց ասեմ, ինչ որ կերպարներ փորձում են արհամարել, վիրավորել, բնականաբար նմանները իրանց արածներին պատասխանը չեն տալիս, քանի որ ես ինչքան պարզվեց ինձ համար հիմնականը ֆեյքեր են եւ մի հատ դեպքի մասին եմ ուզում ասել հայ ժողովուրդ, որը շատ կարևոր ու ինչ որ պատահական իրողություն չի, սովորական երևույթ չի, արդեն ես հասկացա, մի одноклассникում ոչ շատ ուշ վերջերքս մոտորապես մին 15 օրվա մին ամսվա պատմություն է, նայեցի տեսա ինձ մեկը դրուժիտ էր տվել ու իմ նկարով ինչ պրոֆիլով որ ես կամ, այդ նույն նկարը մի 5 հատ նկար էլ իմ նկարներից քաշված իբր թե դա ես եմ ես միանգամից սենց չեմ էլ հասկանում ինչ զգացի իմ նույն ծննդաթիվը գրած, ծննդյան տարեթիվը ու ինչն է հետաքրքիր եղել ծննդավայրը գրած Խոջևենդ, Մարտունի Խոջևենդ, քանի որ Մարտունուն գցած մի հատ թուրքական համայն կար, փոքր, դրան Խոջևենդ էին համարվում, որպես իբր թուրքական գյուղ, հիմա այդպես է գրած, ես հասկացա, որ սա սովորական բան չի եւ ինչքան ես փորձեցի նրան բան չգրեցի, միանգամից մի քանի տեղեր սկրինշոտ արեցի ու իմ տարբեր սոցեջերում տարածեցի, որ սա fake էջ է, որը իմ անունով ստեղծած է ու նաև իմ կարծիքս հայտնեցի, որ ինչ է սրանց նպատակը, երբ որ ես տեսա Խոջևենդ բառը, միանգամից հասկացա, որ սա ովքեր են եւ համարեցի, որ կամ թուրքեր են, կամ ադրբեջանցի, կամ գործակալ ֆեյքեր։ Եվ երբ որ ես նաև այդ իր էջում ես տեղադրեցի, որ սա ֆեյք է, իմ անունով ստեղծված, պատկերացնում եք։ Եվ միանգամից ես սա սկսեց սենց հարձակվել, թե բա այդ դու ես ֆեյք, ես իրական եմ, տեսեք ինչ են անում հայրենակիցներ, ու ինձ հետ ուզում է բան անի, որ և տս ինչ դից հաբրգած, ինչ աշճանի չարացած, նենգացած, ինչ աշճանի, սենց համար, այդ սուտի հոգով լծված,
Ես ինչեր են անում, դու պատկերացնում եք։ Հիմա ես իհարկե ինքը շատ շուտ, շատ երկար չկարողացավ իրան պահպանել, բռնվեց, քանի որ ես ասեցի, ես երբ որ մի քանի բան հարցեր տվեցի, ինքը բռնվեց, ես ասեցի, ես Խոջավենդում չեմ ծնվել, ես հայկական Մարտունի քաղաքում եմ ծնվել, ու սենց իրան սաղ ասասները չհամընկավ իրար, ինքը ասեց, որ ես Բերթաշեն քաղաքում եմ, Բերթաշեն գյուղում եմ ծնվել, գիտես ինչ դա որ գյուղ է, տեսեք ինչ հետաքրքիր, սա իմ համոզմամբ սա պրոֆեսիոնալ արդեն թե ագենտ է, թե գործակալ է, թե ֆեյք է, արդեն եսիմ պրոֆեսիոնալ նախապատրաստված սրանք մարդիկ են, ովքեր են իրանց հետևում կանգնած, դա ես շատ հնարավոր է շատ բան չկարողանամ ասել, իրանք ասեց, դա ասեց ես բանը, ինչ գյուղ ասեց, հա, Վազգենաշենից եմ, տեսեք ինչեր են անում, փաստորեն Վազգենաշենը դա մի հատ գյուղ է, որը դա թուրքական գյուղ է, այսինքն դա հիմնականում թուրքեր են ապրել, դա 90-ականների մեր հողերը գրավելուց հետո Արցախի հանրապետությունը այդ գյուղին անուն դրեց Վազգենաշեն, տեսեք ինքը իրանք իրանց գյուղերին մեր դրած անունները օգտագործում են, թե ես Վազգենաշենից եմ, գիտես, դա ինչ գյուղն է, դե բնականաբար ես ասեցի, տեսնում ես դու սուտասան ես, մեկ ասում ես Խոջավենդը, մեկ ասում ես Վազգենաշենը, հիմա հետո ինչ ասես, տեսեք ինչ է ասում է դու ինչու ես այդպես խոսում, մենք հայերի հետ շատ լավ հարաբերություն ունենք, շատ հայերի հետ մտերմացած ենք, բան, տեսեք, մենակ հասկացեք ինչ են քարոզում, իրանք ուզում են մեզ հետ մտերմանալ, բայց ինչ ձևով, չէ որ մեզ արդեն ծանոթ է իրանց բոլոր ձևերը, որ ասում է գայլը իր ամորթին չի փոխի, իրանք միշտ էլ այդ գայլի այդ էությունը, որ իրանք իրանց հիմնական բանը մարտավարությունը, որ այդ ոչխարի հանդերձներ հագնեն ու մեզ մոտենան, հասկանում եք սա հայրենակիցներ, հիմա ինչ եմ ուզում ասել, ուզում եմ ասեմ, որ այս պահին մենք շատ հաճախ զարմանում ենք, որ այս Հայաստանի շուրջ ինչեր է կատարում, հավատացեք, որ սոցցանցերում ու ինտերնետում Հայաստանի Հանրապետության բնակչությանից կարող է ավել ֆեյքեր են աշխատում այսպիսի Հայաստանի դեմ, հայի դեմ, հայ բնակիչների դեմ, հայ ազգի դեմ, և այս պահին, սա հեշտ բան չի, սա լուրջ բան է, այս պահին, եթե դու չիմանաս այս ամենին դեմ մարտավարությունն ու գործը, ապա ասեմ, որ ոչ մի բանի էլ չենք հասնի, մինչև որ հայը չհասկանա այս սաղ խորամանկության բաները, երևույթները, մենք շատ բանի չենք հասնի, ու ընդհակառակը հետ կգնանք օր-օրի, և պատահական մի համարեք, որ ինչ-որ մեր աչքի դեմ Հայաստանում կատարվում է, գիտես, որ այդ դավաճանների շուրջ, այդ հավաքվածները, ասենք խոսքը վերաբերում է Հայաստանի այսօրվա իշխանությանը, որը դաժե իրանցից թուրքական հոտը գալիս է, ես ասենք Հայաստանի մի մարզում եմ, իրանից մինչև ստե որ կա, մինչև այդտեղ այդ հոտը գալիս է, ու նրանց շուրջը հավաքված մարդիկը պատահական մարդիկ չեն, դա սաղը
պայմանագիր սաղը եթե չասեմ, սաղ բնականաբար սաղը չէ, իրանք ինչ որ մի հիմար հատվածի խափում են իրանց մոտ քաշում, այո թե չէ իրանց այդ հնարքները չի ստացվի ու իրանց այդ բանը այդ հեղափոխությունն էլ այդպես ստացվեց, իրանք բավականին հիմար հատված իրանց քաշեցին ու ընդհանուրին խափեցին, այդպես է, դա միշտ էլ սատանան այդ ձև է գործել, դա շատ լավ հասկանում ես, երբ որ Աստվածաշունչը կարդում ես, Աստվածաշունչից իմանում ես, այդ սատանայի մարտավարությունը Իսրայել ժողովրդի հետ ինչ հնարքներով փորձեց խափել, վնասել, հիմա դաժե անկախ նրանից դու որտեղ էլ որ Հայաստանում լինես, դաժե Ռուսաստանից այստեղ այդ մարդկանցից այդ թուրքական հոտը գալիս է, ինչա դա, հատե իրանց կողքը հավաքվողներից ուղիղ կեսը դա բոլորը սաղը, բոլորը գործականներ են պայմանագրով, պայմանագիր կնքած արդեն որպես գործականներ ծառաներ, գիտեք վերջերս մի բան հասկացա, որ լրտեսն ու գործակալը անշուշտ իրարից տարբերում են, լրտեսը մենակ լրտեսում է ինֆորմացիա է հայտնում, իսկ գործակալը նա պարտավոր է գործողություններ կատարել, այսինքն սրանք նույնիսկ ուրիշ կերպ չեն էլ կարող, իրանք չեն էլ կարող այդ հանձնարարությունները չկատարել, ինչ որ իրանց փոխանցում է, այսինքն սրանք ռոբոտներ են, ինչ պրոգրամա որ տրվում է, իրանք անում են, դրա համար սրանց հետ այս սովորական խաղերով, բանով, սովորական պայքարի ձևերով, մարդկային մտածելակերպով դժվար է, դա մինտեղ անհնար է, սրանց հետ մենակ Աստծո ուժով հնարավոր է դեմը առած ու հաղթած, այսպես որ, այնպես որ կարելի է ասած Հայաստանը ամբողջությամբ գտնվում է թուրքական վերահսկողության տակ ամբողջությամբ, սաղ ագենտներ են, դու սենց ես բան եմ անում, ես սենց լայվ եմ մտնում, տեսնում եմ, որ ինչ բաներ են գրում, հասկանել է, սրանք սաղ գործակալ թուրքի գործակալներ են, սրանք սաղ դավաճաններ են, ագենտներ են և այլն, ու թե չէ ես ում եմ վիրավորում, թուրքի ծախվածին եմ չէ վիրավորում, բնականաբար սրանք գործակալներ են, սրանք հայի թշնամիներն են, հիմա ես որ վերջացնեմ բոլոր ինձ վատ բան գրողներին փորձեմ ճարեմ, չեմ ճարելու, այնպես որ մինչև սրանց դեմը առնելու մեթոդը մարտավարությունը գործվի, չիմասվի, սա լուրջ հարց է, մեր կյանքին, մեր երկրին, մեր հայրենիքին սպառնող վտանգ է, ու եթե հասկանում եք ինչ է անում հիմա Հայաստանի Հանրապետության այսօրվա չակիների մեջ իշխանությունը, սա հիմա առաքելական եկեղեցին ինչ է անում, աղանդավորական շարժում է մտցնում, եթե հասկանում եք, աղանդավորական շարժում է մտցնում, սա աղանդավորությունը բերում է, միացնում է հայոց եկեղեցում, հայոց պետական եկեղեցում, և ոչ միայն այսքանը, այնպես է անում, որ չար, բարի, ճշմարտություն, սխալ, արժեք, անարժեք, սա խառնվի իրար, ոչ մի բան չհասկանաս, այնքան որ ամեն մարդ չհասկանա ինքը ով է, ինքը ինչի համար է ծնվել, ինքը ինչ արժեքների տեր է, այսինքն հասկանում եք լավը, վատը, ճիշտը, սխալը, հինը, նորը, հասկանում եք սա հատուկ սատանայական տեխնոլոգիա է, որը համոզված եմ հիմա Հայաստանում չեն կարող բան անեն, գլուխ անեն, սա խառնում է իրար, մեզ, փոքր, սուրբ, անսուրբ, սպիտակ, սև, սա խառնում է իրար, սա քաոսի բան է, սա քաոս առաջացնելու պրոցեսներ է, միջոցներ է, գործողություններ է, ու սա բոլորը ծրագիր է, սա մենակ
բնականաբար այս ամենի հետևում կանոններն են իմանում ինչ են անելու, ինչի են հասցնելու, բայց անշուշտ այսպես գնալով Հայաստանը շատ մոտ ապագայում քաոս են բերելու։ Հա։ Հիմա հայ, էլ ինչի մասին կարելի է խոսած։ Այնպես որ այս գործականների, այս ֆեյքերից, որը որ ոչ թե մեկն է, երկուսն է, այլ ասե ես որ հաշվեմ, ստե ավելի շատ ֆեյքեր կան, որ գրում են հիմա, քան թե հայեր, ազգությամբ հայեր, քան թե պատիվ, արժանապատիվ, թասիբ ունեցող հայը, այսինքն կամ ծախված է, կամ թուրքամետ է, կամ ստոր, վատ բան չասեմ, ստոր արարած է, իր ծնունդով, տեղով, ցեղով, ավելի շատ այդ կարգի մարդիկ են, քան իսկական արժանապատիվ մարդիկ։ Էլ ինչի մասին կարելի է գրած։ Իսկ այդ հա մի բան մոռացա, բայց լավ, ամեն դեպքում որ չհիշեմ, ես մյուս անգամ դա վիդեո անելուց, լայվ անելուց կգրեմ, կանդրադառնամ, ցավալի է, որ այս ամենը տեղի ունենում Հայաստանում, հայի աչքի դեմը, նաև սրա մասին եմ ուզեցել խոսեմ, տեսեք, այս թուրքի ծառաները, այս թշնամիները, որը թափանցված են մեր մեջ, տես ինչպես են, ասենք մարդկանց խաբում, նույնիսկ երեխան այսքանը հասկանում է, տես ինչպես են հիմարացնում, նույնիսկ երեխին այսպես հնարավոր չխաբած, երեխան կհասկանա ու 100% համոզված եմ սա հասկանում է, տեսեք, կաթողիկոսի Գարեգին Բ-ի անունը վարկաբեկող այդ երևույթի տակ, այդ վարկաբեկ, այդ անունի, որը ինքը չար անուն է հանել, դրա անվատանք ինքը ոնց է ուզում ինքնահաստատվի, ոնց է ուզում առաջ գա, ոնց է ուզում խաբի մարդկանց, այսինքն ասենք թե կաթողիկոսը կին ունի, երեխաներ ունի, ընտանիք ունի, լավ, բա մի րոպե, բա դու ով ես, բա լավ, ասենք դա մեղք է, ու դա չպիտի լինի, բա քո արածը, այդ ով ընդունեց, ով է ընդունում, քո արածը, որը որ 5000 ջահել, հայ, զինվորի, մահվան, սպանության պատճառ ես, այդ փաստորեն 5000 մարդու 5-ից ավել, երևի թա, էլ ինչու չհաշվենք նաև այն բոլոր զոհերին, որը Ղարաբաղի պատերազմում զոհվեցին, իրանց էլ բանը, իրանց սա արածնել համարում ես ոչինչ, դու այդքան սպանության տեր ես, պատասխանատու ես, 5000-ից ավել մարդ, ասենք 5000-ը չկա 4000 մարդի սպանության դու պատասխանատու ես ու մեղավոր ես ու պատճառն ես, այդ քո մեղքը թեթևա կաթողիկոսի մեղքից, որը ընտանիք ունի, հա, տես ոնց է հիմարի նման խաբում մարդկանց, բնականաբար խաբում է հիմարներին, ոնց կարելի է այդպես, 5000 մարդու սպանության պատճառ ես, պատասխանատու ես, դու այդ մեղքը, դու դրա պատասխանը չտաս, գնաս մեկին
ասես դու չպիտի կին ունենաս եւ կաթողիկոսի մեղքը եթե այդ մեղքն է այդ մեղքի մասին է խոսքը դա ավելի մեծ է քան որ դու 5000 մարդու սպանության պատճառ ես 5000 մարդու կոպիտ ասած դու սպանել ես այդ ոնց տես այդ նագլիությունը տես այդ համառությունը տես այդ բեսպրիդելությունը ինչ աշճանի է հասած մեր աչքերի համար ու ասես վատ գրողները ով որ վատ գրում է սաղ թուրքի լամուկներ են սաղ ֆեյքեր ագենտներ են թուրքական որովհետև բնականաբար ես ճշմարտության ի նպաստ եմ չէ խոսում հայության իշա հայության եմ չէ խոսում բնականաբար հայի թշնամիներ են այնպես որ մենք ավելի լուրջ մարտահրավերների առաջ ենք իմ համոզմամբ քան մենք կարծում ենք մենք պետք է ավելի այլ կերպ գործենք դե ինչ դեռ այսքանը հարգելի հայրենակիցներ հաջողություն ձեզ միշտ օր հանդիպում